ասում եք, որ Աջափնյա կայարանի կառուցման այս ծրագիրը չի տապալվել, ընթացքի մեջ է, սակայն ձեր խոսքից երևաց, որ առաջիկա 5 տարում եւս մենք չենք տեսնի շինարարություն, այսինքն ձեր թիմի այս խոստումը օդում է մնում եւ առաջիկա 5 տարում էլ կայարանը չի կառուցվի, արդյոք այդպես է թե չէ, եթե այդպես չէ, հստակ ժամկետներ կան, թե շինարարությունը երբ կսկսվի եւ մի առիթով դուք ասել եք, որ ձեր նյարդերը բետոնից են, սակայն մենք տեսնում ենք, որ ավականու նիստերի ժամանակ հունից դուրս է գալիս, ձեր նյարդերը հիմա բետոնից են, թե բետոնից չեն։ Ես բացարձակապես հունից դուրս չեմ գալիս։ Ես նշեցի, որ ավականու նիստերի ժամանակ որոշ անձանց, այսպես ասած, հասկանալի լեզվով պարբերաբար ստիպված եմ, ցավոք եմ սա արձանագրում, ցավով եմ սա արձանագրում, ստիպված եմ լինում իրենց մատչելի բառամթերքով արձագանքել, որպեսզի իրենց համար հասկանալի լինի, որովհետև շատ դեպքերում գիտեք այդ պարոն եւ տիկին եւ այս հարգալից դիմելաձևերը ուղղակի չեն աշխատում մարդկանց վրա եւ մարդիկ տենց մոտավորապես իրենց զգում են իրենց բակում եւ իրենց տենց ընկերների հետ շփվելիս եւ մոռանում են, որ Երևանի ավականու անդամ են իրենք եւ դա որոշակի ենթադրում է որոշակի կանոնների պահպանում։ Ինչ վերաբերում է ձեր տպավորությանը, որ ես ասել եմ, որ 5 տարիների ընթացքում Աջափնյակի կայարանը չի կառուցվելու, ձեր տպավորությունը սխալ է, որովհետև երևի թե դուք ուշադիր չեք լսել, ինչ եմ ես ասել։ Ես ասել եմ, որ մենք ունենք փաստացի արդեն իսկ բոլոր փորձակնությունները անցած նախագիծ, այդ նախագծի հիման վրա մենք ունենալու ենք կառավարության հատուկ որոշում, որը որ ֆիդիկ տրամաբանությամբ Աջափնյակի կայարանի կառուցման մասին է եւ առաջին հերթին մենք հայտարարելու ենք մրցույթ տեղ հսկողի ինժեներական մասով, որպեսզի վստահ լինենք, որ կառուցման գործընթացի վերաբերյալ ունենք վերահսկողություն, որովհետեւ մասնագիտական լայն փորձ կայարաններ կառուցելու մետրոյի Հայաստանի Հանրապետությունում չկա, այսինքն մեզ պետք է այդտեղ միջազգային տեղ հսկող։ Եվ հաջորդ իսկ տարի ամենայն հավանականությամբ հայտարարվելու է կառուցման մրցույթ, ես ասացի, որ մոտավորապես 3-4 տարի հետո դեռևս Աջափնյակի կայարանը կառուցման ընթացքում է լինելու։ Ես չեմ ասել, որ չի կառուցվել, ես ուղղակի վստահորեն չեմ ուզում ասել, որ այդ ժամանակ կառուցված է լինելու։ Կառուցման կարող է ընթացքի մեջ լինի, բայց հաջորդ տարի արդեն բուն կառուցման աշխատանքները կազմակերպելու համար համապատասխան միջոցները ձեռնարկվում են։